Ողջույն, 168-ի եթերում կրկին ռանդևուն է։ Այս երեկո զրուցակիցս սցենարիստ, հումորիստ, պոետ արդեն նաև Վարդան Զադոյանն է։ Բարի երեկո, պարոն Զադոյան։ Բարև։ Հաղորդման սկզբում հենց եկեք հստակեցնենք, պարոն Զադոյանով ենք շփվում, թե Վարդանով։ Վարդանով ինձ թվում է։ Ես նույնպես դրա կողմնակիցն եմ, որովհետև անմիջականությունը ել ավելի անկեղծություն ու հուզականություն է բերում մշտապես զրույցներում։ Լավ եք։ Լավ, փառք Աստծո։ Շնորհակալ եմ, որ ռանդևուի տաղավարում եք ու կարծում եմ ստանալու ենք այն, ինչ չենք ունեցել մինչ օրս, որովհետև երբ պատրաստվում էի հաղորդմանը, չգտա շռայլ հարցազրույցների շարք ձեր կողմից, ի հակադրում նրան, որ ունեք շատ շռայլ կենսագրություն։ Դե իմ կենսագրությունն ասում է, յուրաքանչյուր կենսագրություն կարելի է շռայլ համարել։ Եթե մուկը իրանից ինչ որ մի բան ներկայացնում է, մկան կենսագրություններ կարելի է շռայլ համարել, չնայած կարող է 2 օր տևել դա։ Մեր օրերում եթերում հանդիպում ենք շատ ու շատ դեմքերի, ովքեր ունեն 1.5 օրվա անցած ուղի ու դա ներկայացնում են ամենան։ Դուք արդեն տասնամյակներ շարունակ հայկական մեդիա դաշտում եք, բեմարվեստում եք, ստեղծագործողներից եք, բայց քիչ եք խոսում։ Տարիներ շարունակ դուք ձեզ հեռու պահեցիք այդ ամեն ինչից։ Որն էր պատճառը։ Ենթադրաբար նրա համար, որովհետև ստեղծագործողը չպետք է խոսի, այլ պետք է ստեղծագործի։ Ձեր փոխարեն խոսում էին ձեր ստեղծագործությունները։ Միգուցե կարող է իմ ստեղծագործությունները խոսում են, բայց ստեղծագործող մարդու աշխատանքը խոսելը չի, ստեղծագործելն է եւ ստեղծելը։ Աստված ստեղծում է, Աստծո մասին մենք խոսում ենք։ Նկարիչը ստեղծում է, նկարիչի անունը մենք ենք տալիս։ Նկարիչը չի դուրս գալիս, ասում է նայեք, ես եմ նկարել։ Հասարակությունն այսօր ճանաչում է ստեղծագործող Վարդան Զադոյանին։ Իսկ ով է այն Վարդան Զադոյանը, որին շատերս չենք ճանաչում։ Եկեք խոսենք, եկեք իբրև երրորդ անձի ներկայացրեք ինքներդ ձեզ։ Որպես երրորդ անձ ես դժվար կարողանամ ինքս ինձ ներկայացնեմ, որովհետև ամենալավը դուք եք ճանաչում ձեզ։ Հենց դրա պատճառով էլ չեմ կարող։ Յուրաքանչյուր մարդ ճանաչելով իրան շատ լավ, դժվարանում է խոսել իր մասին։ Ինչի պատճառով, որովհետև ասում են խելոք մարդը միշտ կասկածում է։ Իսկ երբ որ կասկածում ես, չես կարողանում լիովին արտահայտել այն, ինչ զգում ես ինքդ քո մասին։ Ես կարող եմ մի քիչ ավել բաներ խոսամ եւ կներեք ձեր կոմենտներում գրեն, որ ես մեծամիտ եմ։ Ես կարող եմ մի քիչ պակաս խոսամ, ձեր կոմենտներում գրեն, որ ես քիչ խոսացի։ Դրա համար ավելի լավ է դատեն մյուսները։ Իմ աշխատանքներով դատեն, իմ գործով դատեն, բայց ես ինքս իմ մասին չեմ խոսում, որովհետեւ ամբողջ կյանք հույս եմ ունեցել, որ պետք է խոսեն։ Ես հետաքրքիր մի հատ մուլտֆիլմ կա, գիտեք, Լիգուշկա путешественница։ Երբ որ բադերը իրան ձողի վրա տանում են եւ ինքը բերանով բռնված է։ Եվ ներքևից մեկը բղավում է, այդ ով է հորինել այդ հնարքը։ Եվ հպարտությունը չի ներում իրան, ինքը գոռում է ես եւ բարձա բերանը հենց բացում է, ընկնում է ներքև։ Ես չեմ ուզում ընկնեմ ներքև, ավելի լավ է փակ բերանով թռնեմ։ Արդեն խոսեցիք կոմենտներից, մենք վերջին տարիներին առերեսվում ենք մի փաստի հետ, որ ունենք մի հասարակություն, որը, չգիտես, իր հույզերին հագուրդ տալու համար, թե ինչ, կարծում է, որ բոլորը սպասում են իր ծանրակշիռ այդ կոմենտին, մեկնաբանությանը ու գրում է այն, ինչ մտածում է։ Դուք հաղթահարել եք այդ կոմենտներին ուշադրություն չդարձնելը, թե ձեր մոտ եւս արդյունք տալիս է։ Ես հասկացա հարցը, ոչ մեկ չի կարող գնա իր մեջ հաղթահարել կոմենտների հարցը։ Ես կարող եմ հաղթահարել կոմենտների հարցը, ինչի պատճառով, որովհետև գլուխս չեմ գովում, իմ մասին վատ կոմենտ չեն գրում։ Կարող է այստեղից առաջանա հարց, ինչու Վարդան Զադոյանի մասին չեն գրում վատ կոմենտ։ Որովհետև Վարդան Զադոյանը կոպիտ ասած վատություն չի արել ոչ մեկի։ Գրում են կոմենտ այն մարդկանց մասին, ովքեր որ մեծամիտ են, ովքեր որ թույլ են տալիս եթերում վիրավորել, ովքեր որ թույլ են տալիս մասսայական վիրավորել մարդուն։ Ուրիշների մոտ օրինակ կարծիք հայտնելու համար են այսօր վիրավորում։
կարծիք հայտնելու համար դրա համար գոյություն ունի adekvat կարծիք։ Երբ որ մարդ արվեստագետ է, իրան քաղաքականությունից հարց չի կարելի տալ։ Որովհետև երբ որ դու տալիս ես հարց մարդուն, որը որ քաղաքականության դաշտից չի արվեստագետ է, դու իրան ավտոմատ գցում ես այդ դաշտ։ Եվ այդ դաշտը չողջունողը միշտ կարող է բացասական կոմենտ գրի մարդուն եւ դա ազդի մարդու վրա։ Մենք իրավունք չունենք տալ հարցեր այն շարավիղում, որը որ մարդը չի հանդիսանում այդ տեղից։ Նկարիչին չի կարելի հարց տալ քաղաքականությունից։ Եվ նամանավանդ քաղաքական գործչին նկարչություն։ Դե այսօր ապրում ենք մի շրջանում, երբ ամեն ինչ խառնվել է իրար։ Դե Ու դրա մեղավորներն ովքեր են, ըստ ձեզ։ Ես հաստատ չեմ, որովհետև միշտ փորձել եմ տարանջատել։ Մինչև հիմա փորձում եմ, ու իմ աշխատանքներով եմ փորձում տարանջատել։ Ես միշտ ասել եմ, բժիշկը սերիալում չպետք է խաղա։ Հա, բիզնեսմենը չպետք է լինի դեպուտատ։ Քաղաքական գործիչը պետք է լինի հետաքրքրված իր ժողովրդով միայն։ Ժողովուրդը պետք է զգա, որ իրանով հետաքրքրված են։ Այսօր մեր քաղաքում սկսած արվեստից մինչև վերջին կետը չեմ կարող ասել ինչ վիճակ է, հենց այդ վատ։ Գալով տասնամյակներ առաջվա ձեր գործունեությունից, հա, KVN-ից, հեն դաշտից, որը այդ փոքրինչ դժնդակ օրերի միակ ուրախությունն էր։ KVN-ով լցվում էր մեր առօրյան, KVN-ով զարդարվում էր մեր յուրաքանչյուր տոնական երեկո, թե հեռուստատեսությամբ, թե դահլիճներում, բայց եկավ շրջան, երբ եթե ոչ ամբողջությամբ, այլ էականորեն KVN-ը դուրս մղվեց։ Այո։ Որն էր այդ շրջանը ու ըստ ձեզ ինչու։ Շրջանը դա բարեբախտաբար հիմա կասեմ, հիմա բարեբախտաբար, առաջ կազեի դժբախտաբար, բայց հիմա բարեբախտաբար, դա տոտալ հայաֆիկացումն էր։ Այսինքն այսօր, երբ որ ես դուրս եմ գալիս փողոց, ես չեմ կարող գտնել 15-ից 16 երիտասարդ, որոնք լիովին վարժ խոսում են ռուսերեն, եւ ես իրանց կարող եմ իրանց դերասանական վարպետությամբ ներկայացնել բեմի վրա։ KVN-ի բեմի հարթակին, ոչ թե դերասանական։ Դա այն ուրիշ է, այն ուրիշ է։ Այսօր չեմ կարող, որտեղ տոտալ հրաժարվել են ռուսերենից, հիմա գնում է լիովին դաս հայաֆիկացում, ինչը ինձ համար շատ նորմալ է, որտեղ ժամանակը պետք է գար արդեն, որ ոչ թե մենք խաղանք ուրիշի խաղեր, այլ ուրիշները մեր խաղերով խաղան։ Իսկ որն է այսօր այդ մեր խաղերը։ Չգիտեմ, որը որ մենք կհորինենք, բայց ամեն դեպքում մենք պետք է սփռենք մերը։ Մենք հոգնել ենք արդեն, երբ որ սփռում են մեր վրա ուրիշները։ Մենք հոգնել ենք KVN խաղալուց։ Մենք հոգնել ենք այն ամեն ինչ որ մեզ հրամցնում են։ Հիմա ժամանակն է եկել, որ հայը հրամցնի։ Դա եմ ասում, ինչ է այսօր հրամցնում հայը։ Այնքան հրամցնելու բան ունենք։ Այսօր ես եթերում տեսնում եմ նախագծեր, որոնք իրենց մեջ պարունակում են կամ ոչ դաստիարակչական, այլև ընդհակառակը պարունակող նախագծեր, այսօր տեսնում եմ ցենզուրայից դուրս հումոր, որը մշտապես, այո, ասում են, հեշտ ծիծաղեցնում է ոչ ցենզուրայում գտնվող հումորը, ձեր տեսակետը որն է։ Հա, իմ տեսակետը երևի գործնական է այդ առումով, ինչի որովհետև ես անմիջապես դիմեցի աշխատանքի, այդ առումով ստեղծեցի կազմակերպություն վերջերս, որը կոչվում է Green Wolf, կանաչ գայլ։ Կազմակերպությունը զբաղվում է նրանով, որ ստեղծում է լույսավոր նախագծեր Հայաստանի համար։ Ասելով լույսավոր նախագծեր, մեր ինչու գայլ անունը, որովհետև հետք թողնելը, իսկ ինչու կանաչ, որպեսզի ամեն ինչ լինի բնական, բնության գույների, սիմվոլը դա է նշանակում, այսինքն մենք զբաղվում ենք միայն լույսավոր պրոյեկտներով։ Մեր մոտ նույնիսկ մեր աշխատակազմի մեջ
չի կարող մտնել մարդ, որ թմրամոլ ասենք, եղել ժամանակին։ Չի կարող։ Մեր մոտ չի կարող մտնել մարդ, որ պրոպագանդա անում չարը։ Մեր մոտ չի կարող մտնել մարդ, որ երեխաների ուղեղները լցնում է սխալ ինֆորմացիայով։ Մեր մոտ չի կարող մտնել մարդ, որ կներեք արտահայտության է իր հիփ-հոփի մեջ երիտասարդներին պրոպագանդա անում, որպեսզի նարկոտիկներ օգտագործեն։ Լակոտականը չի մտնում մեզ մոտ։ Մեզ մոտ մտնում են լույսավորը, շատ մեծ, կներեք երևի ոնց ասեմ, բան է պետք անցնել, սկանինգ է պետք անցնել, հա, որպեսզի Green Wolf-ում գտնվել եւ զբաղվել Green Wolf-ի պրոյեկտներով, որտեղ պրոյեկտները իրոք լույսավոր են եւ իրոք աշխատում ենք արժեք թողել Հայաստանի համար, որտեղ սիրում ենք մեր երկիրը։ Հեշտությամբ է տրվում դաշտ մտնելու ուղին։ Ոչ, հեշտությամբ չի կարող մտնել դաշտ մտնող ուղի, որովհետեւ երևի արդեն երրորդ հաղորդումն է, որ կրկնում եմ նույնը, գոյություն ունեն երկու սենյակ, մեկի վրա գրված է արագ եւ հեշտ, երբ որ մտնում ես այդ սենյակ, սեմինարիստը սատանան է։ Ու սենյակը լցված է մարդկանցով։ Ոնց անես այս արագ լինի, փողը արագ գա, այս արագ լինի, այս երեխեքին, ոչինչ լավ երեխեք էս են նայում, ջանդամ, տանկ թող նայեն, sense կոկա-կոլան, այս աղը։ Սենյակը ամբողջովին լցված է մարդկանցով, բոլորին հետաքրքիր է, բոլորը ուզում են արագ եւ հեշտ գումար վաստակել։ Կողքի սենյակի վրա գրած է դժվար եւ դանդաղ։ Այնտեղ նստված է Աստված։ Եվ սենյակում դատարկ է։ Ես բարեբախտաբար, իսկ մնացածների համար երևի ցավոք ինձ հարիվ կամ բան են երևի, ես ընտրել եմ դժվար սենյակը։ Կգնամ միջև վերջ, կստացվի, չէ, բայց այն մյուս սենյակը ես չեմ ընտրելու։ Ձեր տված նախագծերը, ձեր ստեղծած պրոյեկտները այս տարիների ընթացքում եղել են հաջողված, եղել են որակյալ ու այդ բարձր նշաձողը մշտապես պահված, ինչպես նշեցիք այսօր եւս։ Բայց դրան զուգահեռ երբ տեսնում եք այդ ձեր նշած երկրորդ սենյակի մատուցած պրոդուկտը, այո, ու նրանց վաստակման տեմպերը ու դրան զուգահեռ ձեր այսօրվա զբաղեցրած տեղը, այդ անարդարության մղումը ի՞նչ է տալիս ձեզ։ Ոչ մի բան չի տալիս ինձ այն անարդարություն ես դա չեմ անվանում, ինչի պատճառով, որովհետև յուրաքանչյուր ժամանակ ինձ սիրելի մի մարդ բերեց մի օրինակ մի անգամ, այդ օրինակը տպավորվեց իմ ուղեղի մեջ, նկատել եք, երբ որ մութ սենյակի մեջ նույնիսկ փոքրիկ լուցկի եք վարում, ոնց է լուսավորվում սենյակը։ Մի փոքր լույսն էլ բավարար է, որ լուսավորենք իրանց։ Մի փոքր լույս է ստեղծել պետք։ Սկսեք փոքրից էլ չենք սկսում։ Լավ, որպես ոլորտի մասնագետի, այդ հումորում այսօր չեղած ցենզուրան, ինչու այդքան տարի մենք ունեինք այդ ցենզուրայի մեջ հումորը, դրանով մենք լիովին բավարարված էինք, լիովին լիաթոք ծիծաղում էինք, բայց եկավ այս շրջանը ու նա այլևս համարվում է հին, հնացած, չծիծաղեցնող, չգիտես ինչի։ Ու դաշտը գրավեց սա։ Տեղեկատվություն։ Մարդը տեղեկատվության դաշտի մեջ գտնվելով, եթե կարողանում է հրաժարվել այդ տեղեկատվությունից, նա կարողանում է շարժվել առաջ։ Եթե տեղեկատվությունը կլանում է մարդուն, հիշում եք սովետական ժամանակներում մենք նույնիսկ լսել չենք լսում, որ ինքնաթիռ է ընկել։ Միացնում ենք հեռուստացույցը, ասում էին այսքան հեկտար ծորեն ենք ցանել, վաղը այսքան կլինի, սա լավ է, ամեն ինչ լավ է, բոլորս քայլում ենք ուրախ ու երգում ենք, այնտեղ Дружественный Ուզբեկիստան, Дружественный եսիմ ինչ, բան դա ձմերուկներով նկարներ, բան եսիմ ինչ, պարադներ։ Մարդ դեպրեսիա կստանա այդքանից հետո, ոչ։ Իսկ այսօր ամեն տեղ միացնում ես, մահացավ, ընկավ, վառեցին, ըմբոստություն, հեսավաղը տեսեք ինչ ա լինում, սրանք եկան, թուրքը մտավ, գելը մտավ, տատը մեռավ, ես այդ ամեն ինչի մեջ հնարավոր չի, է։ Խնդիրը կայանում է նրանում, որ այդ ամբողջ տեղեկատվության մեջ այդ գնդի, որ տրվում է հեռուստատեսությունով, YouTube-ով, չգիտեմ ինչով, ռիլերով, TikTok-ի, այդ զիբիլանոցի, որտեղ մարդիկ մտնում են ու կոչվում է TikTok։ Այդ ամենի մեջ նույնիսկ մի վայրկյան, մի նիշ,
մի խոսք չկա արվեստի մասին, բացառիկ դեպքեր։ Արդյոք դա պետական քաղաքականության արդյունք չէ։ Պետական քաղաքականության արդյունք չէ, որովհետև այդ պետական քաղաքականությունը եղել է դեռ վաղուց վանից։ Արվեստը տապալվել է միշտ։ Մենք չենք ունեցել արվեստ։ Մենք ունեցել ենք արվեստագետներ միգուցե, որոնց ես շատ սիրում էի եւ հանկարծակի տեսնում էի այդ արվեստագետներին քաղաքական գործիչների կողքը։ Եվ մինչ այսօր հիասթափվում եմ, երբ որ քաղաքական գործիչը օգտագործելով արվեստագետի ձայնը հասնում է իր նպատակին։ Դա ամենակեղտոտ բանն է։ Դա ամենաստոր եւ ամենաչնչին բանն է։ Իսկ հակառակ պարագան։ Հակառակ պարագայում, երբ որ արվեստագետը օգտագործում է քաղաքական գործչին, որպեսզի արվեստում հասնի նկարի պարզությանը կամ նկարի հանճարությանը, չի կարող։ Չէ, ինչի օրինակ վաճառել, արվեստագետներ, ովքեր իրենց միջակ կարգավիճակը դուք արդեն նշեցիք միջակ կարգավիճակը բարձրացնելու համար, մտերմություն, շողոքորթումներ ու հաճոյախոսություններ են անում նույն այդ քաղաքական գործչին եւ հարթում իրենց դե դրա համար էլ իրանք կոչվում են, դուք ասեցիք միջակ։ Դե ես իրատես մարդ եմ։ Ինձ համարում գոնե։ Դրա մեջ իսկ արվեստագետ, միջակ արվեստագետ, չկա կա արվեստագետ եւ չարվեստագետ։ Որ ասում է այսօր ո՞րն է դրանցից շատ։ Արվեստագետները շատ են։ Արվեստագետները շատ են, հավատացեք։ Սուն կա անտառում, երբ որ սունկ ենք փնտրում, ինչ պետք է անենք։ Կակ մինիմում կռանանք։ Այսօր կռացող էլ չկա։ Կներեք արտահայտությանս ես չեմ հորինել սոված նկարիչ արտահայտությունը։ Չէ, տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ։ Մինչ մենք օգտագործում ենք սոված արվեստագետ, մենք միշտ ունենալու ենք սոված արվեստագետ։ Եվ դա մեր խնդիրն է։ Մենք ենք մեր արվեստագետին սարքել սոված։ Դուք միշտ, ես միշտ, մենք միշտ ունենալու ենք սոված արվեստագետ, որովհետև մինչ այսօր մենք այդ բառը օգտագործում ենք։ Մոռացեք այդ բառը օգտագործելուց։ Երբ որ ձեր երեխան նախընտրում է դառնալ կամ բժիշկ կամ իրավաբան, որովհետև պլաններ ունի։ Եվ հայրիկը ասում է, բայց երեխես լավ նկարում է։ Կարող է ուզես գեղարվեստական։ Օ, լավ է գեղարվեստական ինչ եմ։ Հենց հայրիկն է ասում գնում ես գեղարվեստական ինչ անես, սոված արվեստագետ դառնաս։ Մենք արդեն ինքներս կանխավորոշել ենք ապագան մեր արվեստագետների մեր երկրում։ Մենք արդեն գիտենք, որ իրանք սոված են լինելու։ Մենք արդեն գրադացիա ենք արել։ Ահա թե ոնց ենք մենք վերաբերվում արվեստին, ինչը պետք է լինի երկրի ֆունդամենտը։ Դրա վրա է կառուցվում երկիրը։ Միանշանակ։ Եթե չկա արվեստ, գոյություն չունի երկիր։ Ուզում եք տեսնել երկիր, նայեք ֆունդամենտին։ Եթե ֆունդամենտի վրա գրված է արվեստ, ուրեմն նշանակում է կառուցված է լավ հիմքերի վրա։ Եթե ոչ, նշանակում է երկիրը գնում է դեպի կործանման։ Գնում էր, գնում է, կգնա, գնում էր 1000 տարի առաջ։ Կապ չունի երբ։ Ու կապ չունի ու մորոք։ Ընդհանրապես օրոք բառը պետք է մոռանանք։ Այդ օրոքների արդյունքն է, էլի։ Օրոքների արդյունքն է, որտեվ օրոքները փոխվում են, իսկ արվեստագետը միշտ մնում է սոված։ Վարդան, հաճախ ինձ այդ զրույցներում նույն հումորի արտիստները, հումորում իրենց գործունեությունը ծավալող դերասանները նշում են տարբեր միջադեպերի, դեպքերի մասին, որոնց հանգել են հենց հումորի արդյունքում։ Հումորի արդյունքում խնդիրներ ունեցել եք։ Իհարկե ունեցել ենք։ Մենք ինչպես եւ յուրաքանչյուր կավենի թիմ, որը որ մտնում էր բարձրագույն լիգա, բարձր լիգա, անցնում էր ցենզուրա, այսինքն երբ որ մենք ցույց ենք տալիս, հա, գեներալների ռեպետիցիայի ժամանակ բեմի վրա ցույց ենք տալիս մեր ելույթը, եթե կային որոշ քաղաքական խնդիրներ, որոնք որ կարող է կոնֆլիկտ տային տվյալ պայի քաղաքական գործիչների հետ, հենց ինքը Մասլիկովը զգուշացնում էր, որ կատակը պետք է հեռացնել։ Այդ դա խնդիր չէր, դա ցենզուրա էր, որի միջով անցնում էր կավենը։ Այսինքն մենք նախորդ գիտենք, որ ցենզուրայի միջով անցնելու ենք, կային կատակներ, որոնք ընդունված չեն, կային կատակներ, որոնք կներեք լկտի են, չարժի որպեսի երեխաներ են լսելու այդ կատակները, երեխայի մոտ հնչի տենց կատակ եւ այլն, կամ ասենք թե վիրավորական կատակներ, որոնք կարող է ազգի վիրավորի կամ տենց բաներ չի կարելի։ Նույնիսկ սիրունել չի։
Ու մենք արդեն նախորդ իմանալով այդ ցենզուրայի մասին աշխատում ենք մնալ դրա մեջ։ Խնդիրներ եղել են խնդիրներ երկրներում, երբ որ ելույթ ենք ունեցել Ուզբեկիստանում, ասենք թե ելույթ ենք ունենում, մեկ էլ մտնում են տենց չեկիստական հագնված մարդիկ ու ասում են հələ ցույց տվեք ձեր համարները։ Այսինքն գալիս է իրանց ՖԲՌ-ը, կոպիտ ասած, մի հատ նայում է ելույթը, որպեսզի ուզբեկական ժողովուրդը իրավունք ունի sense բան նայի թե չէ։ Ու նայելուց հետո այդ համարը մենք ունենք նոմեր, кто любит секс, это мужчина, это женщина, а секс это хлопаем вместе, հա։ Այդ համարը միանգամից կտրեցին։ Ուզբեկիստանի ժողովուրդը այդ համար չպետք է տենա։ Ձեր ասած նույն սովետի հերոստացույցով, որ ցույց չէին տալիս։ Այսինքն իրան հետևում են իրան ժողովրդի ցենզուրային։ Եվ ես դա հարգում եմ։ Ես չեմ ֆորում ասում Ուզբեկիստանի ժողովուրդը գեղացի է կամ հետամնաց։ Այսօր կներեք արտահայտությանս հաշվի առնելով ինչա կատարվում մեր քաղաքում, հետամնաց ելնելը շատ մոդայիկ է ու շատ ձեռ է տալիս։ Ես ուզում եմ լինել հետամնաց նայելով ինչա կատարվում մեր քաղաքում։ Այ բայց այդ մասսան, որոնց մենք չենք ուզում տեսնել, հա, ովքեր մեզ ասում են հետամնաց, իրենց պահվածքը, վարքը, խոսքը արդարացնում են մի բառի տակ, հա, ժամանակի պահանջ եւ խոսքի ազատություն։ Տրենդը դեռ մի կողմ դրած։ Արդյոք մենք սխալ ենք ընկալել այդ ազատ խոսք հասկացությունը։ Նայեք, մենք չէ էլի իրանք։ Իրանք թե մենք ընդհանուր առմամբ ժողովուրդը, մարդիկ ունեն խոսքի ազատություն, սակայն չունեն ազատություն խոսքից հետո։ Տենց է։ Այսինքն ասեցիր, պատասխան պետք է տաս։ Ու միշտ է տենց։ Բառի համար յուրաքանչյուր մարդ պետք է պատասխան տա։ Նամանավանդ եթե տղամարդ է։ Եթե եթերում տղամարդը այսպես ասած հանրայնացնում է իր հարսանիքը, որը կներեք շատ սակրալ եւ անձնական բան է։ Դա արդեն այդ տղամարդու գործն է հետո պատասխան տալ նրա համար, որ տակը լինեն վատ կոմենտներ։ Այսինքն այդ մարդը հետո ընկնելու է գլխացավանքների մեջ, ընկնի հարսի հետ կապված կոմենտներ ջնջի կամ որևէ բարեկամի, որը նեղացավ դրա պատճառով։ Այսօր մենք գտնվում ենք անձնականը հանրայնացնելու դաշտում։ Մարդիկ անձնականը հանրայնացնում են։ Դե որտեվ հանրությանն էլ ամենաշատը հայտնիների կյանքից դա է հետաքրքրում։ Հայտնիների կյանքից շատ է հետաքրքրում, ես հասկանում եմ։ Մենք ցավոք սրտի այսօր հավասարվել ենք մի ժողովրդի, որին ավելի հետաքրքիր է սավանի գույնը եւ դոշակի տակ ինչ է պահկված, քան ստեղծած երգը։ Դե արդյոք դա նրանից չի, որ այսօր նույն այդ ձեր նշած հարսանիքը հանրայնացնող տղամարդու կինը հղիության շրջանում ֆոտոսեսիա է կազմակերպում, հա, այդ ամենայն խոնարհումով ու հարգանքով մայրության առջև, բայց արդյոք դա մայրության այդպես հպարտանալիքն է, երբ որ փորը բաց շորիկ են հագնում ու դա հանրայնացնում։ Ասեք, ես ասեմ, Ասատուր ջան, սկսած գույություն ունի տենց մի հատ բառ, որը ինձ համար դա տաբու է, սուրբ է եղել ու այդտեղից ոչ մի բան դուրս չի գալիս։ Դա ընտանիքն է։ Ընտանիք բառը արդեն խոսում է նրա մասին, որ դա սակրալ է ու փակ։ Իտալական մաֆիայում ընտանիքի էլեմենտարն սպագետի սոուսը դուրս հանելու համար կարող է վիզիտ կտրեն։ Իսկ մենք այսօր հարսանիքներ ենք ցույց տալիս։ Մենք այսօր եկեղեցիներում մեր ամուսնություններն ենք ցույց տալիս։ Մենք այսօր տանը կատակներ ենք անում, տան մեջ մարդիկ տեսնում են մեր տունը։ Մենք այսօր ունենք հաղորդումներ, թե ինչպես են աստղազրկում մեր աստղերին։ Տղաները գալիս են դուռ են թակում, մտնում են տուն, նկարում են աստղի տունը։ Կարող է աստղի տունը տենց պատշաճ վիճակում չլինի։ Մենք իրան զրկում ենք աստղայինությունից, մենք մեր աստղերին աստղայինությունից զրկում ենք։ Շղարշը բացում ենք եւ ամբողջությամբ տալիս։ Այո։ Վերցնենք Դավիթ անունով մի հատ աստղ, որը չգիտենք ով է։ Այսօրվա օրով ես խնդիր չունեմ այդ աստղի հետ, իրան աստղ անվանելու։ Ինչի, որտեվ ասում են Դավիթը որտեղ է, ասում են Մալխաս կլուբում գցած է։
Երբ ուզես, կարաս մտնես, տեսնես։ Աստղ գիտենք ինչա նշանակում։ Ինչի են աստղ դրել անունը։ Որտեվ անհասանելի է։ Այո։ Երբ որ աստղը դառնում է հասանելի, ինքը էլ աստղ չի։ Մենք պետք է դա հասկանանք։ Մեր աստղերին պահենք անհասանելիության ռեժիմի մեջ, գոնե ինքներս մեր համար։ Ինքներս մեր համար, բայց երբ նույն աստղը, հա, ամբողջ օրը Instagram-ում տեղադրում է իր առօրյան, եկա այստեղ գնացի, այնտեղ հիմա գնում եմ, այնտեղ հիմա կերասա, հիմա գնում եմ քնեմ։ Ստանում է համապատասխան feedback։ Okay, բայց եթե ինքը դա անում է, հիմա ես իբրև նախագիծ անող, ես դա անեմ, մեղադրվեմ ես, այլ ոչ թե ինքը։ Չէ։ Շատ կարևոր է դու դա անում ես ճանապարհին աստղ դառնալու, թե արդեն աստղ դարձած, որովհետեւ Չէ, աստղ դարձածի տուն գնալով։ Աստղ դարձածի տուն գնալով, երբ որ դու նկարում ես աստղի տունը, քեզ թքած աստղի տան վրա, քեզ հաղորդումը տա պետք։ Քեզ թքած աստղի տունը ինչ կլինի, ոնց կլինի, քեզ կարևոր է ինքը քեզ եթեր ապահովի, չէ՞։ Ահա։ Արդեն լավ չի, որտեվ քեզ թքած։ Եթե գար մի շրջան այս օրերում դուք անեիք top 10 of Rabis կամ նման նախագիծ, արդյոք կունենար այն նույն հաջողությունը, այն նույն բումը, ինչ արեց տարիներ առաջ top 10-ը։ Ճիշտն ասած, ես մարդ եմ, որը միշտ մտածում է, միշտ կասկածում է։ Ես միշտ կասկածել եմ։ Ես միշտ ասել եմ այն Schindler's List ֆիլմի մեջ, որ միշտ վերջում ասում եմ, կարա ավելի շատ փրկեի, կարա ավելի շատ փրկեի։ Ես մի զնաչոկս եւս 10 հրյա է, ես իմ մոտ միշտ տենց է, ես կարա ավելի շատ անեի։ Ես ինչ արել եմ քիչ է։ Դա շատ չի։ Երբ որ մարդիկ ասում են այսքան արել ես Վարդան Զադոյան ազգային երգերը գրել այսքան ես, դա մեկա քիչ է։ Անսպառ է պետք անել, որպեսզի զարգացնել արվեստը, անսպառ։ Իրավունք չունես 1 վայրկյան քիթդ սրբելու, երբ որ արվեստի մեջ ես։ Եթե դու ունես ժամանակ TikTok-ների մեջ դնել Ժորժ ջան, այսօր իջա սասից արա մակարոն ու այդ մակարոնը շատ համով էր, բայց դու աստղ ես, բայց դու հանրային դեմք ես։ Շատ կարևոր փաստ է, այսօր ում են ուզում նմանվեն մեր երեխաները։ Ունեք, ասենք, սանիկներ, պարզա, հաստատ մենք։ Ում են ուզում իրանք նմանվեն։ Շատ դժվար է այսօր այդ հարցին պատասխանել, հա, որովհետև ունեմ մտերիմներ, ովքեր հստակ գիտեն, թե ում են ուզում նմանվել, որի դեմ ես ոչինչ չունեմ, բայց կան նաև շրջապատում մարդիկ, ովքեր տալիս են անուններ, որոնց նույնիսկ ես չեմ ճանաչում, վերջում պարզվում է, թե ով է նա, ու ուրախանում եմ, որ չեմ ճանաչում։ Այսօր մեր երեխաները ում են ուզում նմանվել։ Շատ կարևոր հարց է։ Մեր մոտ նույնիսկ ասում են հայերը երեխաների մոլուցք ունեն, սիրում են երեխաներին, շատ։ Մենք շատ ենք սիրում երեխաներին։ Երբ որ սերիալը վատ սերիալ, սերիալի մեջ խաղում է համ բժիշկ, համ բասկետբոլիստ, համ դերասանի կրթություն չստացած ինչ որ մեկը, տաքսու վարորդ։ Ես իմ ում գտել են ընդ ասել են ախպերես դու դեմքդ մի քիչ դժում արի դու էլ արի բան։ Այդ տենց սերիալը։ Ու այդ սերիալի մեջ գալիս է մամա, որը իր երեխուն բերել է, ասում է իմ երեխուն է կնկարեք ապեր։ Խնդիրը մամայի մեջ չի, որը բերում է, խնդիրը ապերի մեջ է, որը ասում է հա կնկարենք։ Դա։ Մինչև մենք չսաստենք դա, ոչ մեկ չի սաստելու։ Իսկ մենք չենք սաստում։ Լծակները չունենք, էս հաստատ։ Մենք ունենք լծակներ սաստելու, մենք շատ լավ գիտենք ինչ ենք անում։ Մենք շատ լավ գիտենք ինչ ենք անում։ Ով պիտի այդ ապերին սաստողը լինի։ Այսօր չունենք գեղ խորհուրդներ։ Ապերին սաստողը մշակույթը։ Մշակույթի նախարարը Մենք մշակույթի նախարարություն չունենք, Վարդան։ Երբ որ կունենանք մշակույթի նախարար, ինձ համար մշակույթի մեկը ունեինք, ասում էր մշակույթի մեջ է, դրանից հետո բան չհասկացա։ Ես չգիտեմ ով ինչ ասել, որտեվ չեմ հետևել, ես ասել եմ, ես քաղաքականացված մարդ չեմ։ Քաղաքականության հետ կապ չունեմ, ես նույնիսկ չեմ հետևել ովքեր են եղել մշակույթի նախարարները։ Ես նայում եմ ինչա կատարվում մշակույթի հետ եւ ըստ այնում արդեն կարծիք եմ կազմում։
Մշակույթը ինքը իրանով մշակույթի նախարարությունը ըստ ինձ երևի ես կարող սխալ ասեմ մարդիկ կարող է սխալ հասկանան բայց ճիշտ հասկացեք պետք է գործի եկեղեցու նման անկախ երկրի նախագահան վարչապետը կամ թագավորը ով կլինի ինչ դեպի երկիր կլինի իրավունք չունի մշակույթի նախարարին ասի այս կոմիտասի համերգը ստեղ պետք է լինի կամ պետք չի լինի որովհետև մշակույթի նախարար պետք է ընտրել այնպիսի adekvat մարդ որը որ հաստատ գիտես որ տեր կկանգնի պետության մշակույթին եւ թույլ չի տա հանկարծ այդ պետության մշակույթը վարակվի թույլ չի տա այդ պետության մշակույթը սխալ գործ անի ու թույլ չի տա որպեսզի այդ պետության ժողովուրդը անուշ օպերա նայելուց հետո գնա ինչ որ ուրիշ տեղ լսի ուրիշ երաժշտություն որի համար հետո սաղ քաղաքով շուխուր կընկնի Մենք պետք է սովորենք ընտրել մարդկանց, ովքեր ճիշտ որոշումներ են կայացնում։ Մարդկանց, ում կարող ենք վստահել, մասնագետի։ Մի հատ ֆիլմ կա, ես ասել եմ Տոմ Հենքսն է խաղում, երբ որ ինքը գալիս է Դուբայ, որպեսզի շեյխի համար անցկացնի ինտերնետ։ Շեյխը զանգում է մասնագետին, մասնագետը գալիս է, անցկացնում ինտերնետ։ Եթե այդքան ուղեղ չունենք Եթե այտենց մարդ չունենք, այտենց մասնագետ չունենք, ես խնդրում եմ կան մասնագետներ արտասահմանցի, որոնք գալիս են երկրում կարգի են բերում դրա վիճակը։ Կանչեք մասնագետի։ Կան մասնագետներ, զբաղվում են դրանով։ Ինչի մեր հայերը վատ կանեին, որ պարզվում է հավատ են անում։ Վարդան, դուք տարիներ շարունակ համագործակցելով գրում եք ստեղծագործություններ Դորյանս խմբի համար։ Այո։ Արդեն երկար տարիներ խումբը չի գործում, չկա այլևս այդ համագործակցությունը, բայց դեռևս գործունեության տարիներին կարծեմ թե եկավ շրջան, որ դադարեց ձեր համագործակցությունը։ Այո։ Ճիշտ եմ։ Այո։ Տվյալ ժամանակահատվածում կրկին հավատարիմ մնալով դուք ձեր սկզբունքներին, դուք որևէ բան չխոսեցիք, չբարձրաձայնեցիք, բայց ասեկոսեների մակարդակում կար այդ խոսույթը, որ եղել է տարաձայնություններ ձեր եւ Դորյանսի տղաների միջև, որն էլ բերել է արդեն ձեր ճանապարհների բաժանման, ինչ էր տեղի ունեցել։ Տարաձայնություններ բացեմ փակագծերը Դորյանսի տղաներն էլ ինչ շատ լավ ճանաչում են գիտեն, երևի դե հենց դեր ասած ասեկոսեներն, հա։ Դորյանսի եւ իմ միջև ոչ մի տարաձայնություն չի եղել։ Ինչպես եւ չի եղել Դորյանսի եւ Վահագ Գևորգյանի պրոդյուսերի հետ։ Դորյանս խմբում եղել են տարաձայնություններ հենց խմբի անդամների միջև ենթադրաբար, եթե խումբը սեփական որոշում կայացրեց կազմալուծվելու ենթադրաբար, բայց դա ինչի պատճառով է եղել, չգիտեմ, տղաները որոշեցին, որ ամեն մեկը ուզում է գնալ իր ճանապարհով։ Այսինքն ձեր եւ նրանց միջև իբրև ստեղծագործող ու կատարողի որևէ բան տեղի չի ունեցել, որի արդյունքում դադարեց ձեր համագործակցությունը։ Չէ, մեր համագործակցությունը չէր կարող դադարել, որովհետեւ հասկանում եք, արդեն ի սկզբանե դադարելը չի կարող լինի բարեգործական սկզբունքների վրա, եթե հիմնված ամեն ինչը։ Ես Դորյանս խմբի համար ամեն ինչ անում էի որպես ընկեր։ Ամեն ինչը արվում էր անվճար։ Բոլոր երգերը գրվել են անվճար։ Ես կուլամը ամեն ինչը։ Խոսքերը գորը երբ որ գրում էր երգեր, ես գրում էի բառեր։ Մենք այսպես ասած շատ հավաքված աշխատում էինք։ Փորձում էինք Դորյանսին սարքել խումբ, բոլորս միասին։ Երբ որ տղաները որոշեցին ամեն մեկը իր ճանապարհով գնալ, ուղղակի ոչ մեկ դրան չխանգարեց։ Եթե ամեն ինչ արվում էր ընկերական, իմաստը ո՞րն է կռվելու։ Զրույցի ընթացքում ինձ համար պարզ դարձավ, որ մենք այսօր չենք խոսելու անձնական կյանքից, ընտանիքից, վերջին շրջանում ձեր նոր ամուսնությունից։ Չէ, դժվար։ Դժվար խոսենք ինչի պատճառով, որովհետև դա մի բան է, որը որ ընտանիք, ես ասեցի։ Մենք խոսելով դրա մասին արդեն ենթադրաբար ենթադրում եմ,
որ այդ հարցը ձեր մոտ արդեն չպետք է ծագեր։ Դրա համար ես ասացի, ես կարծում եմ չենք խոսելու այդ մասին։ Կարծում եմ չկա։ Դուք արդեն կարծում եմ ասելով եք ինձ վիրավորում։ Ես ներողություն եմ խնդրում, եթե մտել եմ ձեր անձնական տիրույթ, Չէ, բայց իբրև լրագրողի ես ով սպասարկում է հանրային շահը չի կարող դրա համար, քանի որ դա չարադառնալ ինձ համար շատ անձնական է, անձնական տիրույթ է, ես այդ առումով խորհուրդ չեմ տա ոչ մեկի։ Քանի մենք հնարավորություն ունենք պահել մեր անձնականը, մենք կարող ենք ազգ կոչվել։ Սկսած ընտանիքից մինչև ժողովուրդ։ Հասանք ռանդևուի բլիցին։ Ինչից եք վախենում։ Ինչից եմ վախենում։ Կորուստներից եմ վախենում։ Ինչի համար եք ափսոսում։ Կորուստների։ Կամ մարդում մինչ այս պահը չեք ներել։ Մարդ ում չեմ ներել։ Այո։ Ոչ։ Կա տենց մարդ, ձեր դիմաց նստածա, բայց Իմ հաջորդ հարցը լինելու էր իսկ ինքներդ ձեզ ներել եք։ հենց դրա մասին է խոսքը։ Ինքս ինձ չեմ ներել դեռ, հիմա գտնվում եմ այդ ստադիայի մեջ ներման։ Բնավորության գիծ, որը կուզեիք իսպառ վերացնել ձեր մեջ։ Համբերություն։ Շատ համբերատար եք։ Չարաշահվում է դա։ Անպայման։ Ոնց կարող է չշարաշահել։ Եթե այդ բառը հենց այդ կոնտեքստում էլ օգտագործվում է։ Ինչ եք անում այդ պարագայում։ Երբ որ չարաշահում են համբերությունը, համբերում եմ։ Ես ձեր նյարդերից եմ ասում։ Վարդան, կա մարդ, ում կուզեիք ասել ինչ-որ բան, բայց ցավոք չեք հասցրել։ Կոնկրետ մարդ չկա, որին ուզում եմ չեմ հասցրել, այսինքն չկա այդ մարդը իմ կյանքում։ Այո։ Ենթադրաբար հորս կուզեի ասել, որ եւս կրկին սիրում եմ իրան։ Մի անգամ էլ շատ եմ ասել, էլի կուզեի ասել։ Երբ եք արտասվել վերջին անգամ։ Հորս կորցնելու ժամանակ։ Տենց գլոբալ ասելով չէ, երեք։ Ինչ։ Էմոցիոնալ Իսկական տղամարդը պետք է արտասվի։ Վարդան, հասել ենք ռանդևոյային ռուբրիկային, երբ պիտի առաջարկեք հաջորդ իմ թողարկման հյուրերից մեկին։ Ում եք առաջարկում մեր հայտնիներից։ Ես կառաջարկեմ իմ ընկերոջը Մարկին Ալեքսին, եթե չեք հրավիրել իրան իհարկե։ Չեմ հրավիրել։ Մարկ Ալեքսին շատ հետաքրքիր անձնավորություն է։ Ինձ թվում է շատ հետաքրքիր ինտերվյու կլինի ձեզ մոտ։ Սիրով զանգահարում ենք այս պահին։ Марк Ջան, я на передаче «Рандеву», ты в прямом эфире։ Okay. Ես հյուրն եմ ռանդևուի ու ինձ ասացին զանգահարել, որպեսզի հրավիրել մյուս հյուրին, ում կուզես, որ հրավիրեն, ես նշեցի քեզ, հենց որ դու ռանդևուի հաջորդ հյուրն ես։ Большое спасибо, жду с нетерпением. Всё, քեզ հետ կկապնվեն, արդեն ես հեռախոսի համարը կթողնեմ։ Լավ եղբայր։ Давай։ Շնորհակալ եմ։ Շատ անմիջական, ջերմ, բարձ ու մարդկային զրույցի համար։ Խնդրեմ։ Հիշեցնեմ, որ այս երեկո զրուցակիցս Վարդան Զադոյանն էր։ Շարունակեք հետևել 168-ին, կհանդիպենք։